Ներկայացրության պարոն Մանասյանը։ Ջաները հարգերին է շարանը։ Մանասյանը ով է։ Չէ, ինքը փաստաբանից հրաժարվել են, փաստաբան չունի, ես եմ փաստաբան։ Իսկ դատավորը ով է։ Դե հիմա ասենք ով է դատավորը։ Ինչպես։ Լավ։ Տեսեք, այս քննիչը կեղծ մի հատ փաստաբան է ներգրավել, որը երեք ամբողջ գիշեր որևիցե գործողություն չի արել, չի բողոքարկել քննիչի ապօրինի գործողությունները։ Եվ ինձ մեկուսացրել է, ինձ իբրև դիտարկում է որպես վկա եւ ասում է, որ վկայի կարգավիճակ դուք ունեք, դուք չեք կարող լինել փաստաբան։ Մինչդեռ փաստաբանը ես իրա փաստաբանն եմ եղել, ի սկզբանե, եւ եթե ինչ-որ մի արարք իրեն մեղսագրվում է, ապա այդ արարքի շրջանակում ես չեմ կարող լինել որպես վկա, որովհետեւ ես էլի իր փաստաբանն եմ։ Այդ նույն արարքը ինչ-որ մեղսագրվում է, այդ ժամանակ եմ եղել իր փաստաբանը։ Դուք պատկերացրեք, ինչ պաշտպանական իրավունքի խախտում է տեղի ունենում այս քննիչի եւ Չիչոյանի եւ Աննա Վարդապետյանի կողմից։ Հիմա ամբողջ գիշեր քննիչը որոշում է կայացրել, որ պետք է կալանքի միջնորդությամբ հանդես գա եւ այդ հիմքով ձերբակալել է Լիլիթ Աղեկյանին։ Բայց ամբողջ ժամը 6-ից մինչև հիմա Լիլիթ Աղեկյանին պտտացրել են, մեկ տարելա քննչական կոմիտե, դրանից հետո տարելա ժամանակավոր պահման մեկուսարան, այդ ԾՊՎ ձերբակալվածների այդ վայրն է տարել, հետո ընդեղից տարել են հիվանդանոց Լիլիթին, հիվանդանոցում պահել են ինչ-որ չգիտեմ ինչեր են արել, բայց լրիվ չեն հետազոտել, պարզ չի մեզ ինչից էր իր առողջությունը այդքան վատացել։ Դրանից հետո հետ են բերել այստեղ դատարանում 4 ժամ պահել են ամբողջ գիշեր։ Հետո լուսադեմին էլի տարել են այդ ժամանակավոր պահման վայրը։ Հիմա նոր բերեցին ընդեղից մենք տեսանք ոնց հանեցին, բերել են էլի դատարան։ Բայց դատարան են բերում առանց ապահովելու պաշտպանական իրավունքը դիտավորյալ եւ ընտրել են դիտավորյալ այս երկու օրերը, երեք երեկոն եւ այսօր, որ աշխատանքային օր չլինի եւ չկարողանաս պատշաճորեն բողոքարկել այդ քննիչի այդ ապօրինի գործողությունները։ Կեղծ մեղադրանք է, այսինքն ես բանավոր կարգում եմ իմացել, որ իբրև թե Լիլիթ Աղեկյանը կատարել է խուլիգանություն եւ վիրավորել է դատարանին ասել է կոռումպացված է, ակնհայտ է մենք դատարանին հայտնել ենք մի քանի բացարկներ, որ դատարանը անցել է հայցվոր կողմի շահերը սպասարկելու, դրա մասին մենք բարձրաձայնել ենք եւ կարծիք, որ դատարանը կոռումպացված է, ցանկացած արտաքին դիտորդի մոտ կարող է արկա լինել եւ դա չի կարող դիտարկվել որպես դատարանի նկատմամբ ինչ-որ վիրավորանք կամ խուլիգանություն։ Հիմա այդ կեղծ շինչլու հոդվածներ են դրել, խուլիգանություն եւ վիրավորանք, որպեսզի մեկուսացնեն Լիլիթ Աղեկյանին, մի խայտառակություն։ Հիմա դուք տեսնում եք մայրը տարեց, այսինքն քննիչը գիտի, որ եկել է տունն են մտել, որ տարեց մայր կա, որ Լիլիթի հետ միայնակ են իրանք ապրում, 77 տարեկան կին է, ինչ են անում։ Դիտավորյալ, որ գիշեր մայրը մենակ մնա եւ Լիլիթը ընկճվի, ճնշվի այդ հանգամանքից եւ հրաժարվի այդ իր բոլոր բացահայտումներից եւ իր գործունեությունից, հետաքննող լրագրողի գործունեությունից։ Դա են անում սրանք։ Ինչ բացահայտում, ինչ դատական գործի մասին է խոսքը, որ ասվել է խուլիգանություն արել։ Նախ կրթական ոլորտում բազմաթիվ բողոքներ, դուք բոլոր տականատեսը եղավ, ինչպես այս մարզի կրթության վարչության պետը վերջերս դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, այդ Հրայրիկ Կարապետյանը, որին ես ճանաչում եմ մամուլի հրապարակումներից եւ այդ ոլորտում տեղի ունեցավ նաեւ կոռուպցիայից։ Մենք ունենք մեր ձեռքի տակ, այսինքն Լիլիթն է հայտնաբերել, այնպիսի չարաշահումներ, աուդիտներ, որ գնումների մասին օրենքն են խախտել, դպրոցի տնօրեն, բազմաթիվ տնօրեններ, հատկապես այդ Արմինե Սուքիասյանը, ով նաև քրեական պատասխանատվության է կանչվել, բայց գրել է իր ձեռքով թիմում, որ խնդրում եմ իր նկատմամբ գործը կարճեք վաղեմություն ժամկետ կիրառելու հիմքով։ Ով է ինքը։ Ինքը 32 դպրոցի տնօրենն է, որը ես կարծում եմ այս բողոք ներկայացնողներից մի այլ մեկն է, ով այս պահին ներկայացրել է բողոք, որի շրջանակներում Լիլիթին ձերբակալել են։ Այսինքն ինչ հանգամանքներում է ինքը ասվում խուլիգանություն արել, դատարանում է եղել։ Դատարանում ենք եղել, ես իրար կողքն եմ եղել իր ներկայացուցիչը որպես իր փաստաբանը եւ ինձ էլ դիտարկում են որպես վկա եւ ասում են ես քանի որ այդ խուլիգանության դեպքին վկա եմ եղել, բայց ես վկա չեմ կարող լինել։ Ես արդեն
իրավաբանական խորհրդատվություններ տրամադրող անձն եմ ես, այսինքն ես չեմ կարող, ես այդ վկաների ցուցակից դուրս եմ, բայց հիմա այս քնիչը ապօրինաբար, այսինքն տգետ, անգրագետ, այս ամբողջ շղթան լծվել է նրան, որպեսզի Լիլիթ Աղիկյանին այսպիսի ապօրինությունները բերեն եւ ինչ որ ասես Մանասյան պաշտպան կա, հանրային պաշտպան։ Լիլիթ Աղիկյանը հանրային պաշտպան չի ցանկացել։ Լիլիթ Աղիկյանը իր ձեռքով գրել է, որ իր պաշտպանը Զարուհի Կոստանջյանն է։ Եվ ես դրա համար 3 ժամը 8-ին արդեն Գյումրիում էի։ Այսինքն միանգամից եկել եմ Գյումրի։ Ես ժամը 8-ից պահանջում եմ իրացնել Լիլիթ Աղիկյանի պաշտպանության իրավունքը, բայց դա ինձ չի հաջողվում։ Ժամը 8-ից դատախազ Աննա Վարդապետյանը փաստացի խրախուսում է ապօրինությունները, խրախուսում է մարդու հիմնարար իրավունքի խախտումը։ Այդ Աննա Վարդապետյանը, այս Չիչոյանը, այս բոլոր ամեն ինչի այս հեղինակները եւ կոռուպցիան, բացի կոռուպցիայից հայտնաբերել են նաեւ բացահայտել է մանկահասակ երեխայի բռնաբարության դեպքը հենց դպրոցի բակում, նույն դպրոցի սաների կողմից։ Բազմաթիվ դեպքեր է հայտնաբերել կապված այդ թմրամիջոցների հետ։ Այսինքն այս համատարած այս մարզը խայտարակ մի վիճակում է, քրական գործերը այստեղ ուղղակի մի անցել են բոլոր սահմանները, եթե ուրիշ դատարաններում քաղաքացիական գործերն են ավելի շատ ընդհանուր իրավասության։ Այս դատարանում Շիրակի մարզում քրական գործերն են ավելի շատ։ Այսինքն քրական այս ամբողջ բանի մեջ ճպճպում է մարզը, Չիչոյանը գտել է հանցագործ, ում է գտել Լիլիթ Աղիկյանին, ով ում նաև իդեպ ասեմ, մի հատ էլ քնիչ էլի նկարել գրել է, որով իբրև թե այս ամբողջ մարզի իրավապահ մարմինները իդեմս նաև գլխավորությամբ նաև Չիչոյանի տուժող են ճանաչվել Լիլիթ Աղիկյանի ինչ որ գրառումներից։ Գրառումներն գիտեք ոնց են ձեռք բերել, WhatsApp-ի միջոցով ինչ որ մեկը գրում է, ոնց են որ այդ գործի նյութերին ծանոթանաք մի խայտարակություն ահռելի ձևով։ Ինչ որ մի հատ Կիկո Սահակյան, հավանաբար օպերա է ոստիկանության, նամակ է գրում ինչ որ մեկին WhatsApp-ով, որ Լիլիթ Աղիկյանը ինչ որ sense բաներ է գրել Չիչոյանի մասին եւ այլն, եւ դա դնում են մեղադրանքի հիմքում, դուք պատկերացնում եք, այսինքն կեղծ կոպիա, չգիտեմ, WhatsApp-ով ուղարկված ինչ որ մի հատ բան, դա դառնում է մեղադրանքի հիմք, բայց սրանք քննիչներ են, կամ իրավապահ մարմիններ են, կամ դատախազներ են, այս ագրագետներին որտեղից են բերել։ Դեռ ավելին, ինչ որ այդ գործն է տալիս են քննումը մի հատ ինչ որ Կայազորի քննչական կոմիտեի ինչ որ մի մասնաճյուղ, այդ քիչ է դատախազն է ինչ որ Կայազորի հաստատում այդ մեղադրանքը ուղարկում են դատարան։ Մի տարի այդ գործները տղա դատարանում քնած մնացել են։ Այսինքն այս ձևով մարդկանց ահաբեկում են, սա խայտարակություն է։ Եվ ասեմ դες խայտարակությունը նաև պայմանավորված է Լիլիթ Աղիկյանի վերջին հարցազրույցով, որը տրվեց այստեղ Գյումրիում, երբ փոխվեց Գյումրիում իշխանությունը։ Եվ այդ իր հարցազրույցում նա հստակ շեշտադրված ասում էր ովքեր են այս իշխանությունները։ Եվ այդ դա էլ նույնպես չի ներվել Լիլիթ Աղիկյանին։ Այսինքն Լիլիթ Աղիկյանը հիմա դարձել է Գյումրիի թիվ 1 քաղաքական հայրացյալը։ Դուք պատկերացրեք կնոջը, ով ապրում է իր տարեց մոր հետ, բերել են քանի ժամ պահում են անազատության մեջ, այսինքն արգելանքի տակ են պահում, որ այդ կինը այդ արգելանքի տակ գտնվելու ժամանակ մի հատ էլ հասցնի ընկնի հիվանդանոց եւ չանեն MRT, չպարզեն գլուխը ինչից էր այդ վիճակում։ Այսինքն չպարզեն այդ զարկերակային ճնշումը եւ այլն, այդ նույն զարկերակի այդպիսի տատանումները ինչով էր պայմանավորված։ Ոչ մի բան չեն արել, տարել են մի հատ ինչ որ ստից հետազոտել են, ու էլի բերեցին, հետո գցեցին այստեղ դատարան 4 ժամ։